Հաջորդ երգը կարծեմ ծանոթ երգ մնե։ Հավատքս չեմ մոռանա։ Այսօրվա մեր քարոզության վերնագիրը շահարկվող հարցեր կամ նյութեր։ Անշուշտ որոշ անակնկալի ձեզ բերեց այս վերնագիրը, փակագծերը քիչ հետո պիտի բանանք, բայց նախ ուզում եմ կարդալ Պետրոս Առաքյալի գրած նամակից երկրորդ թուղթ Պետրոսի 3-րդ գլուխ 15-16 համարները։ Մեր Տիրոջ երկայն մտությունը նշանակում է
երկար համբերել, փրկություն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայրը Պողոս էլ իրեն տրված իմաստությունով գրեց ձեզ, ինչպես բոլոր թղթերի մեջ այս բաների վրայով կխոսի, անոնց մեջ քանի մը դժվարիմաց խոսքեր կգտնվին, որոնք տգետները եւ անհավատները ծուր կմեկնեն, ինչպես ուրիշ գրքերալ իրենց անձի կորուստի համար։ Ծանոթ ձեռագիր է, չէ՞։ Անհավատ մարդիկ Աստծո խոսքից մի համար գիտեն, մի խոսք գիտեն կամ մի գաղափար, չիմացած տեղը իրենց ոտքը պնդում են, որ այսպես է։ Եվ դառիթ է հանդիսանում, որ վիճաբանություններ սկսվեն։ Այս ձեռագիրը շատ պարզ է մեզ եւ տեսնում ենք չարի գործը դրա մեջ։ Մյուս կողմից պիտի ասենք հետեւյալը. կան Սուրբ գրքի մեջ հարցեր, նյութեր, որոնք հավատացյալների մեջ խնդրո առարկա են դառնում, հակամարտություններ եւ հակադրություններ են բերում, շահարկվող նյութեր։ Ինչ է նշանակում շահարկել, իրենց տեսանկյունից, տեսակետից շահ քաղել։ Այսինքն իրենց ասածը ճիշտ է, իրենց ասածը պիտի հաջողի այդ սկզբունքով։ Այսօր երկու այդպիսի նյութերի մասին պիտի խոսենք, իրարից շատ տարբեր են այս նյութերը, բայց արդիական են, որովհետև այդ մասին շատ է խոսվում, դա այդ նյութերը շատ արծացվում են, մանավանդ սոցիալական կայքերի վրա շատ կհանդիպեք, անգամ հավատացյալների մեջ այս առնչության բաժանումներ կան, մեկը մի դիրքորոշում ունի, մյուսը լրիվ հակադիր դիրքորոշում, որպեսզի այս հարցերի մեջ միայն դիտողի դերում չլինենք, մանավանդ որ մի քանիսներն էլ դիմեցին, որ եթե կարելի է բացատրություններ տվեք այս նյութերի վերաբերյալ, եւ ամենակարևորը, որ Սուրբ Հոգին ներգործեց, որպեսզի այս նյութերը դառնան քարոզախոսության նյութ։ Ուրեմն այսպես, հավատացյալը պատերազմի մեջ զենք պիտի վերցնի, հա? Եթե պարագան գա, դիմացինին պիտի սպանի, ի նկատի ունենք հակառակորդին, հա? Վստահ եմ, որ դուք ձեր դիրքորոշումը այս կապակցությամբ ունեք։ Հիմա քննենք, տեսնենք, թե ինչ տեսակետներ կան։ Պատմականորեն եւ թե ներկայիս քրիստոնեական համայնքների մեջ մասնավորաբար այս նյութի կապակցությամբ բաժանում կա։ Տարաձայնություններ կան, ոմանք ուղղակի հղում են կատարում տասնաբանյան, ինչպես օրինակ Ելից 20-րդ գլուխ եւ 13 համարում գրված է, մի սպանիր, տասնաբանյայի մեջ պատվիրաններից մեկը սա է մի սպանիր եւ պատիժը Ելից 21-ի 12 մարդ սպանողը անշուշտ պիտի մեռնի։ Եվ այս համարը վերցնելով հետևություն են անում, որ հավատացյալը եթե զենք վերցնի, պատերազմ գնա, մարդ կսպանի, Աստծո օրենքը կխախտի եւ կկոչվի մարդասպան։ Ով գաղափարն է սա։ Եհովայի վկաները ճիշտ այս կեցվածք ունեն, այս գաղափարը, ոչ միայն այսքանը, գիտեք, նրանք ընդհանրապես բանակում ծառայելուց էլ հրաժարվում են եւ հակառակ են դրան։ Դրա համար էլ ազգակիցների կողմից կոչվում են դավաճաններ։ Իդեպ, Աստծո օրենքը մահապատիժ է սահմանում ոչ միայն սպանության համար, այլ մի շարք այլ մեղքերի համար։ Դրանցից մի քանիսը նշենք, մի քանիսը անգամ հարմար չեմ գտնում այստեղից խոսելու այդ մասին։ Գիտեք, բաներ կա, երբ որ մարդը լսում է, իր պատկերացման մեջ է տանում, ավելի լավ է կարդակ։ Եթե ոմանք հետաքրված են, այդ համարները իրենց կասեմ։ Ուրեմն մի քանիսը քննարկենք։ Ելից 21-ի 16 Մարդ գողացողը, քիդնապ անողը, նրան ծախված լինի, այսինքն մեկին գողացել են եւ այդ ազնվորությունը վճարել է այդ մարդուն առել է։ Կամ իր ձեռքը գտնվի անշուշտ պիտի մերձվի։ Համասեռամոլների համար, միասեռականների համար գրված է Ղևտացիս 20-րդ գլուխ 13 համար։
Եթե մարդ մը կնոջ հետ պարկելու պես արուի հետ պարկի, երկուստ էլ պղծություն արեցին, երկուստ էլ պիտի մեռնեն։ Աստված է հռչակում։ Բռնաբարության համար ռեյփ։ Երկրորդ օրինաց 22-25 կարդացեք։ Սուտ մարգարեության համար, օրինակ այս մեկը կարդանք։ Երկրորդ օրինաց 13-րդ գլուխ եւ 5 համար Եթե մեկը մի մարգարեություն է անում եւ սուտ է դուրս գալիս, այն մարգարեն կամ երազատեսը պետք է մերձվի վասնզի ձեզ Եգիպտոսի երկրեն հանող եւ ձեզ ծառայության տնից ազատող Տեր Աստծու դեմ ապստամբություն հանելու աշխատեց, որպիսի ձեզ խոտորեցնե այն ճամփայից, որ Տեր Աստվածը ձեզ պատվիրեց, որ նրա մեջ քայլեք, այս տեսակ չարությունը ձեր միջից վերցվի, ինչպես մերձնելով։ Այսքան խիստ է Աստծո օրենքը տրված։ Ուրեմն ոչ միայն սպանության համար, այլ մի շարք ուրիշ մեղքերի համար էլ Աստված մահվան դատավճիռ է սահմանում։ Այս տեսանկյունից, եթե Դավիթ մարգարեի օրինակը քննության դնենք, թերևս հակասություն պիտի գտնենք Աստծո հռչակածի եւ Աստծո իր կողմից գործելակերպի մեջ։ Դավիթը տիրացավ ուրիշի կնոջը, Բերսաբեին, սա մեկ մեղք, ապա որպիսի իր արածներ ամբողջությամբ մարսի, պայմաններ ստեղծեց, որպիսի Բերսաբեի ամուսնուն Ուրիային սպանեն, հրաման տվեց, որ առաջի գիծ տարեք եւ այնտեղ սպանվեց։ Այս կատարած մեղքերի համար Դավիթը արժանի էր մահվան։ Աստված նրան մահվան չմատնեց։ Դերևս մեկ ասի եւ պնդի, որ անպայմանորեն պիտի մեռներ, դե պատասխանեք։ Ինչ պատասխան տանք այս մարդուն։ Ասենք քու գործը չի։ Որտեվ Աստծո չափանիշները մեր չափանիշներից տարբեր են։ Ահա տեսեք, թե ինչ տեղի ունեցավ։ Երկրորդ Թագավորաց 12-րդ գլուխ եւ 13 համարում այսպես ենք կարդում։ Շատ լավ հիշում եք, չէ՞։ Այն դեպքը, երբ որ Աստված Նաթան մարգարեին ուղարկեց Դավթին, եւ նա շատ դիպուկ մի օրինակ բերեց, որ ինչպես հարուստ մարդը աղքատի միակ ունեցած գառնուկը վերցրեց, որպեսզի իր հյուրերին հյուրասիրի, մորթեց այդ գառնուկը եւ Դավիթը փոթորկվեց, ասավ այդ մարդը մահվան արժանի է։ Եվ Նաթան ասաց, այդ մարդը դու ես։ Դավթի պատասխանը։ Երկրորդ Թագավորաց 12-րդ գլուխ 13 համար։ Տիրոջ դեմ մեղք գործեցի, եւ Նաթան Դավթին ասավ. Տերը այս քո մեղքը ներեց, պիտի չմեռնես։ Սակայն հետևանքը ինքը քաշեց, Բերսաբեից ծնված այդ զավակը մահացավ։ Ուրեմն մենք Աստծուն չպիտի սովորեցնենք, թե ինքը ինչ անի։ Աստված ինքնիշխան է, իր չափանիշները տարբեր են։ Ի վերջո Աստծո առջև բոլոր մեղքերը մահվան արժանի են, այդպես է թե չէ։ Որտեվ Հռոմեացիս 6-րդ գլուխ եւ 23 համարում գրված է. Մեղքի վարձքը մահ է, բայց Փառք Տիրոջը իր պարգևածը մեզ ձրի շնորհք է, փրկություն է, հավիտենական կյանք է։ Հովհաննես 8-րդ գլուխ 1-ից 11 համարները կարդանք որոշ բացատրություններ տալով։ Հիսուս Ձիթենյաց լեռը գնաց, երբ արտուն նորից տաճարը եկավ, բոլոր ժողովուրդը իրեն կուգային ու ինքը նստել ու կսովորեցներ նրանց։ Դպիրներն ու փարիսեցիները շնության մեջ բռնված սկինը բերին անոր եւ մեջտեղ կանգնեցնելով ասին.
Վարդապետ, այս կինը շնության մեղ գործած ատենը բռնվեցավ։ Մովսեսի օրենքի մեջ պատվիրվեց այսպիսիները քարկոծել։ Հիմա դու ինչ ես ասում նրա համար։ Ասիկա կսեին նրան փորձելով, որպեսզի նրա վրա ամբաստանություն ընելու առիթ ունենան։ Այսինքն նրանց դիտավորությունը չար դիտավորություն էր, որ եթե Հիսուս ներեր, ասեն տես, այս անձնավորությունը Մովսեսի օրենքը խախտում է։ Բայց Հիսուս դեպի վար ծռելով մատով գետնի վրա կգրեր։ Հետաքրքիր ինչ էր գրում։ Այդ փարիսեցիների մեղքերն էր գրում։ Անոնք լսելով իրենց խճմտանքեն հանդիմանվեցան, որովհետև Տերը ասավ, ձեզ մե անմեղ եղողը առաջին քարը անիկա թող ձգի ատոր վրա։ Եվ մեկ-մեկ սկսեցին գնալ, ծերերից սկսած միջև հետինները։ Հիսուս մենակ մնաց եւ կինը մեջտեղ կանգնած։ Հիսուս վեր նայելով ու կնոջմեն զատ չտեսնելով մեկին ասավ. Ով կին, ուր են նրանք, որ քու վրայովդ ամբաստանություն կնեին։ Մեկը քեզ չդատապարտեց։ Նա ասավ, ոչ մեկը, Տեր։ Հիսուս սավանոր, ես էլ չեմ դատապարտում քեզ։ Գնա, սրանից հետո այլևս մեղք մի գործիր։ Ուրեմն օրենքի սահմանված բաները, մասնավոր կարդացինք, չէ՞, մեկը շնության մեջ եղավ, պիտի քարկոծվեր։ Հիսուս նրան ներեց այն սկզբունքով, որ նա զղջաց իր արածների համար։ Աստված եթե օրենքի տված սկզբունքով մարդկությանը քննի, որևէ մեկ անձնավորություն չի փրկվելու։ Ահա դրա համար Քրիստոսի շնորհքը եկավ։ Անշուշտ սա ասել չէ, որ մարդիկ ազատորեն թող այսպիսի մեղքերի մեջ լինեն, հետո կգան կխոստովանեն եւ Հիսուս նրանց կների։ Քավլիցի դրա հետևանքը քաշել կա, զգուշանանք Աստծուց, երկյուղ ունենանք նրա հանդեպ, Աստծու բարկությունը չբերենք, այլապես մենք շատ դժվարին ժամանակների եւ կացության մեջ կարող ենք ընկնել։ Զենք վերցնելը մարդ սպանելու համար քրիորեն հետապնդելի է եւ սահմանված պատիժ կա, որ մարդկանց տալիս են։ Սակայն կա մի պարագա, որ անգամ սպանության դեպքը չի պատժվում։ Ինչ պարագա է դա։ Ինքնապաշտպանության դեպքում self defense աշխարհի բոլոր դատարաններում այդ բանը գործում է։ Անշուշտ ի նկատի ունենք քաղաքակիրթ աշխարհի։ Երրորդ աշխարհի երկրներում մեղավորին արդարացնում են, անմեղին էլ բանտն են նստացնում։ Հիշենք Տեր Հիսուսի ձերբակալությանը նախորդող հանգամանքներ եւ կարդանք Ղուկասու 22-րդ գլուխ 35-ից 38 համարները։ Հիսուս աշակերտների հետ է խոսում։ Եվ ձեզ ղրկեցի առանց քսակի ու պարկի եւ կոշիկների, բանի մկարոտ եղաք, նրանք էլ ասեցին ոչ մեկ բանի։ Հետո ասավ, բայց հիմա նա որ քսակ ունի, թող իրեն հետ առնե, նույնպես ալ պարկ, եւ նա որ թուր չունի, թող իր հանդերձը ծախե եւ իրեն թուրմը առնե, քազի կսեմ ցեզի, թե այս գրված բանն ալ պետք է որ ին վրաս կատարվի եւ անօրենների հետ սեպվեցավ, քանզի ինչ որ ինձի համար որոշված է, կատարվելու վրա է։ Անոնք էլ լսեցին. Տեր, ահա հոս երկու թուր կա, նա էլ ասավ, հերիք է։ Ուրեմն Հիսուս ինչ պատվիրեց։ Հանդերձդ ծախի եւ թուր առ։ Ինչու համար։ Տեր Հիսուս ինչու ասաց այս խոսքը։ Միթե ինքը կարողություն եւ զորություն չուներ նրանց պաշտպանելու։ Հիսուս միայն այդ դեպքի, այդ վարքյանի համար չէր որ խոսում։ Այլ Հիսուս մեռնեց հարություն պիտի առներ եւ աշակերտները եկի վրա պիտի մնային։ Ինքնապաշտպանության համար, Աստծուն չփորձելու համար։
Առակաց 22-րդ գլուխ եւ 3-րդ համարում կարդում ենք. Իմաստունը կամ խորագետը չարիքը կտեսնի եւ կզգուշանա, բայց միամիտները կառաջանան եւ կվնասվեն։ Իմաստունը չարիքը կտեսնի եւ կզգուշանա։ Ջրի մեջ խեղդվող մեկին նավակ է մոտենում նրան փրկելու համար։ Մարդը ձեռքը փրփուրներին է գցել։ Եվ նավակից իրեն ասում են ձեռքը տուր, որ քեզ փրկենք։ Ասում է ոչ, ես Աստծուն եմ սպասում։ Ինչպես ես Աստծուն սպասում, Աստված խրկեց այդ նավակը։ Սպասում ես Աստծուն, որ այդ ջրերը չորանան, իշտեն, որ դու ընդեղից ելես։ Սա Աստծուն փորձել է նշանակում։ Հետո ինչ տեղի ունեցավ Տեր Հիսուսի այդ խոսքերից հետո։ Նորից Ղուկասու 22-րդ գլուխ 47-ից 52 համարները։ Երբ կխոսեր բազմությունը եւ Հուդան 12-ից մեկը, որ անոնց արչեվեն կուքար, Հիսուսին մոտեցավ, որպեսզի նրան համբուրե։ Բայց Հիսուս սավանոր, Հուդա, համբուրելով կմատնես որդին մարդո։ Երբ անոր բոլորտիկը եղողները տեսան, ինչ որ պիտի լա ասին անոր, Տեր, թուրով զարնենք։ Հիսուս պատասխան չտվեց։ Անոնց մեկը քահանապետին ծառային զարկավ եւ մեկտի հանեց անոր ականջը։ Պատասխան տվավ Հիսուս սավ, կբավե եւ դպավ ու անոր ականջին ու բժշկեց զանիկա։ Հիսուս իր վրա եկող քահանապետներին եւ տաճարի իշխաններին եւ ծերերին ասավ. Իբր թե ավազակի վրա ելակ սուրերով ու բիրերով։ Ամեն օր ձեզ հետ էի տաճարի մեջ եւ ինձ ձեռք չզարկիք, բայց այս է ձեր ժամանակը եւ խավարին իշխանությունը։ Տարիներ առաջ Միացյալ Նահանգներում մի այսպիսի դեպք տեղի ունեցավ, որ հասարակական մեծ հնչեղություն ունեցավ։ Այսինքն բոլոր լրատվական միջոցները այդ մասին գրեցին, անգամ հեռուստացույցով բավական հաղորդումներ եղան։ Դեպքը այսպիսին էր։ Գողը պատուանը ջարդում է, որ մտնի մեկի տուն։ Եվ դա եկեղեցու հովվի տունն է։ Քնած են։ Կինը, երեխաները մյուս ննջասենյակում, գողը մտնում է հյուրասենյակից։ Եվ այդ հովիվը աղմուկից արթնանում է, վերցնում է օրինավոր գրանցված իր ատրճանակը, հասկանում է, որ իր տուն գող է մտնում, և մտնում է այդ սենյակը ու վարկյանական իրար են հանդիպում գողը ձեռքին ատրճանակ և հովիվը ձեռքին ատրճանակ։ Ոչ թե վարկյան, ակնթարթի հարց է։ Հովիվը կրակում և սպանում է գողին։ Լավ է անում։ Հա? Լավ է անում։ Տո շատ լավ է լարել է։ Բայց մարդ է սպանել, չէ։ Մարդ է սպանել, ըստ Աստծո օրենքի, ով որ զենքով մարդ սպանի, ինքն էլ պիտի մեռնի։ Գործը գնում է դատարան, քննում են բոլոր մանրամասնությունները եւ ժյուրի անդամները միանշանակ ձևով բոլորը արդարացնում են այս հովին, ինչպես նաեւ վերջնականորեն դատավորը որոշումը կնքում է։ Արդարացված է դատարանի դահլիճից։ Ոմանք հակադրվեցին ասելով, որ եկեղեցու հովիվ տանը զենք ես պահում դու, միթե դու Աստծուն չես վստահում, բայց փաստը մնում է փաստ, որ եթե այդ զենքը նա չունենար, գողը հայտնվելով իր տանը, շատ հնարավոր է, իրեն պիտի սպաներ, իր կնոջը պիտի սպաներ, աղմուկից նա պիտի արթնանար, երեխաներին պիտի սպաներ, տունը թալանելուց առաջ, այդպես չէ։ Հավատացյալներ կան իրենց գործը ոսկու հետ է։ Ամեն վարկյան հարցակման թիրախ կարող են դառնալ եւ օրինավոր գրանցված զենք են պահում, ճիշտ են անում թե ոչ։ Ասենք, որ Աստված կպահի եւ այդպես վարվենք ի վերջո ինչ տեղի կունենա,
Այո, Աստծուն վստահում ենք, ամեն կերպերով ենք վստահում։ Սակայն իմաստունը չարիքը կտեսնի ու կզգուշանա։ Մենք Աստծուն պարտադրած գործողություններ անելու չմղենք։ Մենք Աստծուն չփորձենք։ Անշուշտ, եթե իրավիճակը այնպիսին է, որ դու ոչ մի հնարավորություն չունես Աստված օգնության է հասնում, նախահարցակ լինելը դատապարտելի է։ Նախահարցակ հասկանում եք, չէ՞։ Առաջինը հարցակվելը, առաջինը գործելը դատապարտելի է։ Սակայն ինքնապաշտպանությունը արդարացված է թե Աստծո առջև եւ թե նաեւ աշխարհի բոլոր դատաները այդպես են վարվում։ Քրիստոսի թվարկության 451 թվականի մայիսի 26-ին այսօր այս թիվը ձեզ որևէ բան հուշում է, ավարայրի ճակատամարտը տեղի ունեցավ, որ մեր ազգի համար վճռորոշ մի բան էր։ Սասանյան Պարսկաստանը հարձակվեց Հայաստանի վրա, Հարսկերտ երկրորդի օրոքեր, 90,000-անոց զորքով, դրան գումարած, հարբեցրած փղերով, եւ հայերի միջոցները ունեցած զորքը շատ ավելի համեստ էր, շատ ավելի փոքր էր, նրանք դուրս եկան պայքարի։ Պատկերացրեք, որ նրանք ովքեր որ ասում են, չէ, զենք չպիտի վերցնես, Աստծուն պիտի վստահես, այդպես վարվեին, ինչ տեղի կունենար։ Քիչ հետո այդ եզրակացությանը կգանք։ Հիմա ուղղակի բոլոր նրանց ովքեր որ այդ կերպ վարվում են եւ այդպես են մտածում, ասենք որ դա նեղմիտ լինել է եւ ճշմարտության խոսքը շիտակ չբացատրել։ Միայն մեկ համար վերցնես, որ Աստված ասում է, պատերազմը իմս է, հետեւաբար զենք չվերցնես, թշնամուն չդիմագրավես, այլապես մարդ կսպանես եւ մարդասպան կկոչվես։ Այն որ պատերազմը Աստծունն է, դանում կասկած կա։ Ոչ։ Եվ մենք որպես հավատացյալներ այդ պատերազմի մեջ ներգրավված ենք, ուզենք թե չուզենք, եւ այդ պատերազմը հետեւյալն է։ Կարդանք Եփեսացիներին գրված նամակի 6-րդ գլուխ 10-12 ամաները։ Այլ սրանից հետո եղբայրները զորացեք Տիրոջմով եւ նա զորության կարողությունով ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպիսի կարող լինեք սատանայի հնարքներին դեմ դնել։ Վասնզի մեր պատերազմը մարմնի արյունի հետ չէ, հապա իշխանությունների, պետությունների հետ եւ այս խավար աշխարհի իշխանների հետ, երկնավորների մեջ եղող չար ոգիների հետ։ Դրանից հետո սպառազինության կերպերը եւ ձևերը ամեն բան ասվում է։ Այո, մեր հիմնական պատերազմը մարմնի եւ արյունի հետ չէ, սատանայի եւ նրա չար հրեշտակների, երկնքի մեջ եղող չար ոգիների հետ է։ Եվ մենք այդ պատերազմի մեջ ենք։ Սա հոգեվոր դաշտի անտեսանելի պատերազմ է համարվում։ Բայց նաև մենք նյութական աշխարհի մեջ ենք ապրում սիրելիներ։ Նախահարձակ չլինելով հավատացյալը պարտավոր է իրեն իր ընտանիքին պաշտպանելու համար նաև հակադրվել հակառակորդին։ Թույլ տաս, որ գա քեզ սպանի։ Ճիշտ է դա։ Ավարայրի ճակատամարտում, եթե ասեն, որ պատերազմը Աստծունն է եւ զենք չենք վերցնում, ինչ տեղի կունենար, ասեք։ Թշնամին կգար, բոլորին կկոտորեր եւ զրադաշտական կրոնը կպարտադրեր, դա է կրակապաշտությունը եւ մենք երբեք քրիստոնյա չենք լինի։ Հետո հավանաբար իսլամը կընդունենք։ Այո, այդ պատերազմը միայն հայրենիքի պատերազմ չէր, Քրիստոսի անվան համարել էր պատերազմ, որտեղ դա հավատքի պատերազմ էր։ Մեկ ուրիշ օրինակ, շատ թարմ օրինակ։ 2016 թվականի ապրիլի 2-ին թշնամին 4 օրվա պատերազմ սանձազերծեց հայերի դեմ։ Եվ պատկերացրեք, եթե այդ նեղմիտների նման առաջնորդվենք այն սկզբունքով, որ զենք վերցնել պետք չի։ Ինչ ուզում է թող լինի, Աստված կպաշտպանի մեզ։ Ինչ կլներ այն ինչ որ տեղի ունեցավ Թալիշ գյուղում։ Գիտեք ինչ։
Նրանք ովքեր որ չհասցրեցին այնտեղից փախնեն, այսք ծերերը մնացին, բոլորին գազանաբար սպանեցին, խոշտանգեցին, դա տեղի կունենար, սակայն այս զինվորները մարտի բռնվեցին, դիմակայեցին հակառակորդին, 100 հոգուց ավելի զոհվեցին եւ հիմնականում գիտեք ինչ տարիքի երիտասարդներ էին, 18-ից 20 տարեկան։ Եվ ես էլ պիտի ասենք, հայերի կողքին նաև եզդիներ էին կռվում, նրանցից էլ զոհեր եղան, բայց թշնամուն կարողացան դիմակայել, տասնյակ վիրավորներ էլ եղավ, ոմանք էլ անդամալույց դարձան, եւ հիմնականում աղքատ դասակարգի ընտանիքներից էին այդ տղաները, ոչ մի օլիգարխի կամ պաշտոնյայի զավակ այնտեղ չկար։ Իսկ նրանք ովքեր որ ասում են պետք չէ զենք վերցնել, իրենց ընտանիքներին ով պիտի պահի, պաշտպանի, մի հատ հարցնենք։ Ուրեմն ուրիշի զավակը գնա, զոհվի, բայց իրենք իրենց զավակներով հանգիստ մնան։ Աստված ասում է զենք մի վերցրու, մենք չենք վերցնում։ Այո, ձեր տղաները թող ֆրֆրան։ Այն որ Եհովայի վկաները այս գաղափար ունեն, մեզ համար զարմանալի չէ, բայց ցավալիորեն որոշ քրիստոնյաներ այս տեսանկյունն են պաշտպանում։ Հիշենք Տիրոջ խոսքը Ղուկաս 22:36, ծայրահեղ պարագան եղավ, անգամ հագուստը ծախի եւ սուր գնի։ Քրիստոնյան նախարարցակ չպիտի լինի, սա նորից ենք ասում, սակայն երկիրը, ընտանիքը պաշտպանելու համար, այո, պատերազմել պիտի գնա, զենք էլ պիտի վերցնի, եթե առիթը եղավ, նաև թշնամուն էլ պիտի սպանի։ Ինքնապաշտպանություն է սա։ Եվ այդ երկիրը թալանողները իրենց թալանածները թող ետ բերեն, որպեսզի արդիական զենքեր գնեն, որ 80-ական թվականների զենքերով չկռվեն եւ այդքան էլ զոհեր չունենանք։ Այս նյութը ամբողջացնելու համար խիստ անհրաժեշտություն է քննենք Մատթեոս 26-րդ գլխի մեջ գրվածը 50-ից 52 համարները։ Տեր Հիսուսի ձերբակալության այդ պատկերն է։ Հիսուս սավ անոր Հուդային է դիմում։ Ընկեր, ինչու համար եկար դու։ Այն ատեն մոտեցան, ձեռք զարկին Հիսուսին եւ բռնեցին նրան։ Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը երկարացրեց եւ իր սուրը հանելով, այն սուրը, որ Հիսուս ասաց, բավարար է, որ ունեք, զարկավ քահանապետի ծառային եւ նրա ականջը մեկնի հանեց։ Այն ատեն Հիսուս սավանոր, սուրը տեղը դարձրու վասնզի, բոլոր սուր առնողները սուրով պիտի կորսվին։ Ահա այս համարն է, որ վերցնում են, ասում են, տեսեք, Հիսուս էլ նրան դատապարտեց սուրը տեղը դիր։ Ինչու՞։ Որովհետև Պետրոսը նախահարցակ եղավ։ Նրանց կյանքին այդ պահին վտանգ չէր սպառնում։ Որևէ մեկը չհարցակվեց նրանց սպանելու համար։ Եվ Պետրոս նախահարցակ լինելու համար էր, որ Հիսուս այս խոսքը ասաց։ Նա որ սուր առնի, սրով պիտի ընկնի, նաև այս ասված խոսքը քրիստոնեության տեսակետն է մահապատժի հանդեպ։ Այդ մասին Տերը կամենա մեկ ուրիշ առիթով մենք կխոսենք։ Մեկ այլ նյութ, որ թերևս նախորդ քննարկածի հետ օրգանական կապ չունի, ուրիշ մեկ նյութ է, բայց արդիական է, տեսնում ենք, որ շատերը անհանգստացած են, ոմանց մեջ վախ կա այս կապակցությամբ եւ հարցնում են, դուք չեք վախենում, ցավալիորեն հավատացյալներից ենք լսում այդ բանը, բայց դուք չեք վախենում, որ այս բանը տեղի ունենա։ Հավատացյալը որևէ բանից վախ պիտի ունենա։ Վախը չարից է գալիս։ Ամենատկար մարմնով եղող մեկ անգամ տարիք առած մեկը իր մեծ զորավոր Սուրբ Հոգին ունի, նա որևէ բանից չպիտի վախենա։ Եթե մենք մայից չենք վախենում, ինչից պիտի վախենանք, ուրիշ ոչինչից։ Ուրեմն կարդում եմ։ Գիտնականները աշխարհի վերջին նոր ամսաթիվ են սահմանել։ Ինչ ասենք։ Բրավո գիտնականներին։ Ամեն անգամ այսպես կացինը քարին է խփում։
Այսպես ամերիկացի մասնագետների խոսքով այն վրա կհասնի այս տարվա հոկտեմբերին։ Հաստատ մարդկությունը կարող է փրկվել միայն այն դեպքում, երբ բնակության համար նոր մոլորակ գտնի, փրկվելու այլ տարբերակներ չկան։ Նիբիրու մոլորակը, ինչի մասին բազմիցս խոսվել է, ի սկզբանե այդ մոլորակի այդ բախումը կանխատեսում են 2012 թվականին, երբ առաջին անգամ հայտնի դարձավ Նիբիրուի մասին, սակայն այն ժամանակ կանխատեսումները չիրականացան։ Հիմա գիտնականների խոսքով ամեն բան ավելի լուրջ է, բախումից հնարավոր չէ խուսափել։ Գիտնականները նշում են, որ Նիբիրու խորհրդավոր մոլորակը կարող է ամբողջովին ծածկել արևը և մեր մոլորակը 180 աստիճանով շրջել, որպես ապացույց մասնագետները նշում են հաճախակի դարձած բնական աղետները։ Ինչ պատասխան եք տալիս։ Մենք չենք վախենում, սուտ է, չի իրականանալու։ Հերթական ֆիկցիան, գիտնականների հերթական ձախողումը։ Բա լավ, 2012 թվականին կանխատեսեցիք, և սա կանխատեսել չէ, գուշակություն արեցիք, բայց չեղավ, հիմա նորից պիտի լինի։ Նույն բանը երկրորդ անգամ փորձելը կրկնակի հիմարություն է։ Այն գիտությունը, որ Աստծո ճշմարտությունների հետ զուգահեռ ընթանում է, այդ գիտությունը մշտապես հաջողում է։ Բայց այն գիտությունը, որ Աստծո ճշմարտության հետ խաչաձևում է, այսպիսի ծիծաղելի իրավիճակի մեջ է հայտնվում։ Մի քանի տասնամյակ առաջ էլ կանխատեսումներ են եղել, որ հերթական մի ջրեղեղ կարող է լինել Նոյի օրերի նման, և մարդկությունը դրանով կարող է կորսվել։ Աստված խոստում տվեց, որ ջրեղեղով այլևս չի պատժելու, և խոստում տվեց, որ երկիրը ինչի համար է պահված, կրակի համար է պահված։ Հայ ժողովուրդ, այս սրանից վախեցեք։ Կարդանք Երկրորդ Պետրոս 3:3-13 համարները։ Բայց այս իմացեք, թե վերջին օրերը ծաղր ընողներ պիտի գան, որոնք իրենց ցանկությունների համեմատ պիտի քայլեն և պիտի ասեն. Ուր է նրա գալուստի խոստումը, ուր է ասում եք Հիսուս պիտի գա չեկավ։ Վասնզի թեև մեր հայրերը քնացան, բայց դեռ ամեն բան այնպես կկենա, ինչպես արարածների սկիզբն էր։ Քանզի նրանք, որոնց ուզածը սա է, այս բանը մոռացել են, թե երկինք առաջվանեկար ու երկիր ջուրերեն ու ջուրերով հաստատ կեցած է Աստծո խոսքով, որով հին ապականած աշխարհը ջրեղեղով կորսվեց։ Հիմա երկինք ու երկիր պահված են նույն խոսքով կրակի համար, մինչև դատաստանի և անբարիշտ մարդկանց կորստյան օրը։ Այս մեկ բանը ձեզանից ծածուկ չմնա, սիրելիներ, թե Տիրոջ մոտ մեկ օրը 1000 տարվա պես է և 1000 տարին մեկ օրվա պես։ Ժամանակաշրջանների ֆրեյմը Աստված տալիս է։ Ինչպես Աստված 6 օրվա մեջ ամեն բան ստեղծեց 7-րդ օրի հանգստյան դարաշրջանն է, այնպես էլ 6000 տարին լրանալով 7-րդը հանգստյան դարաշրջանն է։ Տերը չի ուշացնում իր խոստումը, ինչպես ոմանք ուշացած են համարում, հապա երկայնամիտ է, շատ համբերող է։ Վասնզի չի ուզում, որ մեկը կորսվի, այլ որ ամենք հապաշխարեն։ Սակայն Տիրոջ օրը գողի պես պիտի գա։ Ինչ է սա։ Հափշտակություն։ Այն ատեն երկինք սաստիկ շարաչունով պիտի անցնի և տարերքները բռնկած պիտի լուծվին, երկիրն ալ և ինչ որ նրա մեջ կգտնվի պիտի այրվի։ Ուստի, քանի որ այս բոլոր բաները պիտի լուծվին, ինչպիսի մարդիկ ըլալ կվայելե ձեզ, սուրբ վարմունքով և բարեպաշտությամբ, սպասելով և արտորալով Աստծո օրվան գալուն,
որին մեջ երկինք կրակով այրված պիտի լուծվի, տարերը բռնակած պիտի հալին, սակայն իր խոստումի համաձայն մեզ նոր երկինք եւ նոր երկիր խոստացավ, որի մեջ արդարությունը պիտի բնակվի։ Նրանք ովքեր որ ամենօրյա մեզ եղանակի տեսություն են բերում, անգամ հաջորդ օրվա համար սխալվում են։ Քաղաքագետները մի բան կանխատեսում են, կարճ ժամանակ հետո այդ ամենը ձախողվում է։ Բայց Աստծո ճշմարիտ եւ հավիտենական խոսքը, ինչ որ ասել է միջև հիմա, իրականացել է, սրանից հետո էլ պիտի իրականանա։ Հետևաբար, կրտնելով եւ հաստատ իմանալով Աստծո ճշմարտությունները, հրճակում ենք հետևյալը, որ ինչեր են, որ պիտի տեղի ունենան եւ սրանք բոլորներ կարևոր իրադարձություններ են։ Նախ առաջինը, եկեղեցու հափշտակությունը, rapture of the church։ Մեկ ակնթարթի մեջ բոլոր վերստին ծնունդ ունեցող հավատացյալները, նրանք ովքեր որ Տեր Հիսուսի խոսքի համաձայն երկնքից, այսինքն հոգուց, խոսքից ծնվեցին, եւ այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, մեզ էլ հարություն առնել պիտի տա, այդ հոգին է, որ մեզ պիտի հափշտակի երկինք գնալու, Եկի վրա պիտի հաստատվի մեծ նեղության շրջանը, ները պիտի հայտնվի սարսափելի 7 տարիների շրջան, մանավանդ վերջին 3.5 տարին, իսկ այդ 7 տարին երկնքում ինչ պիտի տեղ ունենա, գառնուկի հարսանյաց հանդեսը, եւ եկեղեցին հանդիսանում է գառնուկի հարսը 7 տարիներ, գառնուկի հետ, Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին պիտի վայելենք այդ կոչունքը, որից հետո Հիսուս իր հարցի հետ միասին եւ միլիոնավոր հրեշտակների ուղեկցությամբ եկի վրա պիտի իշնի իր բերնի կրակով շունչով պիտի ներին եւ նրա զորքը ոչնչացնի եւ հաստատի հազարամյա ուշադրություն տեսանելի թագավորություն այն գաղափարները կան որ ներկայիս հազարամյան է Եվ Քրիստոս եկեղեցու միջոցով եկի վրա թագավորում է։ Սա է թագավորությունը։ Հիսուս պիտի գա, ինքը իր ատյանը պիտի նստի, եւ աստվածային օրենքներով, երկաթյա գավազանով պիտի երկիր մոլորակը իշխի նրա վրա, եւ բոլոր թագավորները ամեն տարի նրա առջեւ պիտի գան, ծնկի գալով, բոլորը նրան պիտի երկրպագեն։ Այդ հազարամյա ընթացքին սատանան կապված պիտի լինի, կարդացեք Հայտնություն 20-րդ գլուխ, իսկ հազարամյան պիտի լինի սփոփանքի շրջան։ Աստված ցույց պիտի տա մարդկությանը, որ ինչ հրաշալիքներ էր պատրաստել Եդեմի մեջ, որ մեղքի պատճառով գլխի վայր ամեն բան փոխվեց։ Հազարամյային պիտի լինի խաղաղություն, գայլը գառի հետ պիտի բնակվի։ Եվ պատերազմները այլևս չպիտի լինեն, մարդիկ բարեկեցիկ կյանքով պիտի ապրեն, շատ ու շատ փոփոխություններ պիտի գա, միայն հազարամյայի վրայով 3 քարոզախոսություններ ունենք, նրանք ովքեր հետաքրքրված են կարող են լսել։ Որից հետո հազարամյայից հետո գրված է, որ սատանան կարճ ժամանակվա համար պիտի արձակվի գուբից։ Հայտնություն 20-րդ գլուխ 7-8 համարները, այդ անօրինը պիտի ելնե Եվ ազգերին նորից պիտի մոլորեսնի եւ այդ ժամանակ Աստծո պատիժը պիտի գա երկնքից Հայտնություն 20-րդ գլուխ 9-10 համարներ որից հետո պիտի գա ջերմակ աթոռի դատաստանը բոլոր ժամանակների բոլոր անհավատ մարդիկ քանի միլիարդ են մենք չգիտենք Տերը գիտի միայն ջերմակ աթոռի դատաստանին պիտի կանգնեն Եվ ոչ միայն պիտի դատվեն այն բանի համար, որ Աստծուն մերժեցին, այլ նաև իրենց կատարած բոլոր մեղքերի պատիժը պիտի կրեն, որտեղ ծծումբով այրված կրակի լճի մեջ, սրա համար է կոկորթենք պատրում ասելով, հայ ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, ապաշխարեցեք, Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ ընդունեցեք, որ ձեր մեղքերից ազատագրվեք,
որ այդտեղ չգնաք, այլ հավիտենական կյանք ունենաք։ Որից հետո, ինչպես Աստծո խոսքն է ասում, երկիր մոլորակը Աստված կրակով ամբողջությամբ պիտի այրի, բոլոր մակերևույթը։ Դրանից հետո պիտի գա նոր երկինք եւ նոր երկիր։ Արդյոք Աստծո թագավորությունը պիտի փոխվի։ Ոչ, երբ որ ասում են նոր երկինք, ի նկատի ունի առաջի եւ երկրորդ երկինքները, որտեղ Սատանան այս ամբողջ մարդկության այս ժամանակաշրջանի ընթացքում ինքը այս աշխարհի իշխանը կոչվեց, օդի իշխանության իշխան, եւ նրա հրեշտակները վխտում են այս ամբողջ տիեզերքում։ Աստված ամբողջությամբ պիտի մաքրի նոր երկինք եւ նոր երկիր, եկի վրա կրակով այրելով անգամ մի վիրուս չպիտի մնա, ամեն բան պիտի մաքրվի։ Եվ ամբողջ տիեզերքի մեջ արդարությունը պիտի բնակվի։ Եվ բոլոր ժամանակների ճշմարիտ հավատացյալները պիտի վայելեն Աստծո պատրաստած հավիտենականությունը։ Թե վերին Երուսաղեմում, թե այս մոլորակները, որ ստեղծվեցին, ինչի համար ստեղծվեցին, միթե բնակության համար չէ, Աստված պիտի բնակեցնի, եւ մենք շատ ու շատ անակնկալներ պիտի տեսնենք դեռ։ Ժամանակները մոտեցած են, իրար ետևից այս ամեն բաները պիտի իրականանան։ Տեր Հիսուսի փառքը պիտի տեսնենք, նրա պայծառ երեսը պիտի տեսնենք, ինչպես որ է։ Մեկ անգամ եւս կոչ բոլոր նրանց, ովքեր որ ապաշխարած չեն, մտածեք ձեր ապագայի մասին, ապաշխարեցեք։ Աստված ասում է կյանքը եւ մահը քո առջև եմ դնում, կյանքը ընտրի, Քրիստոսը ընտրի, որպեսի քո մեղքերի թողություն եւ քավություն լինի։ Այլապես դատապարտված ես, հենց այս պահին դու դատապարտության տակ ես։ Միջոցը միայն մեկն է։ Հիսուս կարող է քեզ ազատել։ Նրան քո իսկ խոսքերով, բայց սրտանց, քո սրտիցը թող դուրս գա այդ բանը, Քրիստոսին հրավիրի կյանքիդ մեջ։ Այնպես որ սիրելներ, մենք որևէ բանից չենք վախենում։ Նիբիրու է, ինչ մոլորակ է, ինչ էլ ուզում է գա, կգանել, կգնանել, որտեվ Աստծո խոսքով ամեն բան պահված է, Աստված ասավ եւ եղավ, Աստված հրամայեց եւ ամբողջ տիեզերքը ներդաշնակության մեջ եղավ։ Մի բան կարող է այդ ներդաշնակությունը խախտել, քավ լիցի, Աստված ասավ, այդ խոսքը այնքան աներևակայելի, մեծ էներգիա է, որ փոխակերպվեց նյութի։ Աստված տեղյակ է ամեն բանից, ծառից տերևը անգամ առանց Աստծո գիտության չի ընկնում, այնպես որ մենք որևէ բանից չենք վախենում, եւ այնինչ վերաբերում է նախնական մեր քննարկած նյութը, այո, քրիստոնյան երբեք նախահարցակ չպիտի լինի, սակայն եթե եկավ պարագան, որ պիտի պաշտպանես քեզ, քո ընտանիքիդ, քո հայրենիքիդ, անշուշտ զենք էլ պիտի վերցնես, եթե պարագան եղավ, նաև պիտի սպանես։ Սա կոչվում է ինքնապաշտպանություն եւ սա չի դատապարտում ոչ Աստծո մոտ եւ ոչ էլ աշխարհի դատաններով։ Ուրեմն այս հարցի մեր դիրքորոշումը այսպիսին է հաստատված Աստծո խոսքի վրա, մենք իրապես նեղ մտորեն չպիտի մտածենք, մեկ բառը, մեկ նախադասություն, մեկ խոսքը վերցնելով եւ դա դարձնելով դոգմա։ Տեր Հիսուս Քրիստոս պատվիրեց ասելով, որ եթե պարագան գա, հանդերձը ծախի եւ սուրար, որպիսի ինքնապաշտպանության դիմես եւ Աստծուն էլ չփորձես։ Ուրեմն այս ճշմարտությունները թող մեր մեջ հաստատվեն եւ եթե կան ոմանք, որ այլ կերպ են մտածում, Աստված նրանց թող այս ճշմարտությունները հասկացնի, Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ, իսկ մենք սիրելներ պատրաստվենք մեր Տեր Աստծուն դիմավորելու, որ խոստացավ պիտի գա ու պիտի չուշանա։ Փառք լինի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավիտյանս, ամեն։